Ներկայացնացրել եմ 37 դրվագով Գրիշակ Կոկոբելյանի տված ցուցմունքը, նախկինում տված ցուցմունքը դատարանում եւ նախկինում տված ցուցմունքերը իրար հակասում են, այդ իսկ պատճառով շնորհվում են, եթե պետք է հերթով ասենք, որ դրվագով, եթե պետք չի, հրապարակի չա։ Նախ ինչպես Վրեժն Ներկարարյանը նշեց, ավտոմեքենաների բանով, նաև նշեց, որ մի հոգյա ըստ ցուցմունքի իր մոտ մնացել, հիմա հայտարարում է 2 հոգի։ Այստեղ ուժը հայտարարեց, որ ժամը չի հիշեմ, որ ժամին այր է հյուրատան այստեղ ֆիքսված է։ Նշեց, որ նշել է, որ սառնարանը միրանց գնալուց հետո։ Սառնարանը հետ կապված։ Այսինքն տեղազանությունից հետո ինքը նշել է, որ խրովարը մնացել։ Նշեց նաև, որ տեղ անքնանկարագրել հատակագիծը չի համապատասխանում այսօրվա հայտարարած հատակագծին, իրան որտեղ են պահել։ Նշել է նաև ցուցմունքը, որ նախկինում առևանգված վիճակում ինքն ու իրան տեսնող մարդը նույն սենյակում են մնացել, քանի որ մի սենյակ ա եղել։ Նշել է նաև, որ ավտոմեքենայի մեջ առևանգված անձիկ բարձրախոսով խոսացել են հյուրատան տիրոջ հետ, որը ինքը լսել է Հեռախոսով թե բարձր։ Հեռախոսով, դինամիկի բարձրախոսով, որ բոլորը լսել են։ Այսինքն ինքը նշում է, որ այդ պահին իմացել է, որ հյուրատան տերը կինա, նաև նշել է, որ հյուրատան տերը բացատրելուց է եղել, թե որտեղ կան տերը բացատրել։ Նշել է նաև, որ մի քանի անգամ տանգարել է, բայց երբեք ինքը ավտոմեքենայի չի իջել։ Նշել է, որ իրան երկարությամբ չեն ծխել, ծխախոտի հոտ չի առել։ Նշել է, որ կովի ձայներ չի լսել, շների հաչով չի լսել, ավտոմեքենաների ձայներ չի լսել, իր կարծիքով եղել է սարամասը։ Նշեց, որ հեռախոսի հետ կապված ավտոմեքենայի մեջ է հարցրել, որ հեռախոսս, բայց ցուցմունքում տվել է, որ հեռախոսը արդեն երբ որ եղել է հյուրատանը այդ ժամանակը հարցել, որտեղ է հեռախոսս։ Այս մի ցուցմունք։ Նաև ցուցմունք հատվել ուժը հոկտեմբերի 21-2022 թվականին արդեն տեղազնություն կատարելուց հետո, երբ որ ինքը արդեն եղել է հյուրատանը։ Լրացուցիչ արձագանք։ Լրացուցիչ արձագանքվել է։ Դրի հակասություններն ասեմ։ Ստեղ նշել է, որ ճանապարհի կես անցնելուց հետո նոր տեղափոխվել են այլ ավտոմեքենայի մեջ։ Նշել է, որ ձեռքերի նարուշնիկ են գցել։ Հակասությունը որտեղ է այդտեղ։ Ավտոմեքենայի շոֆերը նշել է, որ իմ ձեռքից վերցրեց հեռախոսը, այս բանը նշեց, որ չգիտի ով է վերցրել։ Չէ, ասեց, որ ոչ թե բարորդի մասին, ասեց, որ ինձ որ հրեց գցեց մեքենայի մեջ։ Նարուշնիկի պահը, որ տարբեր ժամանակահատված անակարագրած, ստեղ ներկա ժամանակահատված է նշում, ստեղ ցուցմունքում ներկայդուշ անվանակ է նշում։ Ստեղ նշում է, որ գնացել են նկուվում հեռախոսը խոսացել հետեքել։ Բայց ինքը հայտարարեց, որ հեռախոս չի տեսել։ Նաև նշել է, որ կին է տեսել հյուրատանը, ով որ եկել է վերահսկող անձի հետ խոսակցություն ունեցել, մեջքի հատվածից ինքը նկատել է, բայց չի տեսել։ Դատարանում այդ մասին չհայտնեց։ Հայտնեց, ասել չեմ տեսել։ Մի րոպե, հիմա այս ամբողջ պրոցեսը նրա համար է, որպեսզի այդ բարձաբանումները ստանան նաև ձեզնից։ Այս երկրորդ ցուցմունքում արդեն նշել է, որ Աշոտը ծխում էր։ Առաջ ցուցմունքում գրել է, որ չէր ծխում։
Երկրորդ ցուցմունքում նշել է, որ Աշոտը միս է բերել, իրար հետ միասին խորոված են արել, բեսեդկում, հայատի բեսեդկում նստել կերել են, բայց դուժը հայտարարեց, որ ինքը երբևիցե բակ դուրս չի եկել։ Առաջի ցուցմունքով նշել էր, որ Խալաձենիք ինքը սառնարանի դուռը երբևիցե չի բացել, երկրորդ ցուցմունքում արդեն գրում է, որ սառնարանը Սադակնական ցուցմունք։ Երկրորդ ցուցմունքով նշել է նաև, որ երկու անգամ են իրան նկարահանել ու օրերն ասում երբ են նկարահանել։ Ստե նաև նշում է, որ տեսախցիկների լարերը Աշոտ առաջինը իբր անջատում էր, որպեսզի չտեսանա նկարահանումներ, որ ասես տեղյակ չեմ, վերելա թե չէ։ Նաև ստե նշել է, որ Աշոտ առաջինը, երբ որ իր աչքերին խծրուծները դրել, դրանից նոր մի կես ժամ հետո նոր մարդիկ են եկել, դա տանը նշեց, որ ասես չեմ հիշում։ Ստե նշել է, որ լավ է, նշեց, որ Աշոտը եղել է երկարաթև սև մայքով, ցուցմունքներում գրել է միտեղ մեկ անգամ մոխրագույն է գրել ու գրել է կարճաթև մայկա, Հիմա որոշենք, թե ինչ հակասություններ կան թե չկան, հետո նոր անդրադառնանք այդ հարցերին։ Ստե նշել է նաև, որ Արմեն Քամանյանը երբ էլ տենա, ասենք, եթե ինքն էլ հեղացել իր ասած երկրորդ Աշոտը վերագրում Երկրորդ Աշոտի Արմեն Քամանյանին ասում է, երբ էլ տենամ չեմ ճանաչի, ես արդեն երկրորդ ցուցում